Բարև ձեզ հարգելի ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ։ Ինչպես տեսնում ենք, երկու լուրջ սեղաններ են, որոնք խոսում են տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործողների պայմանների մասին։ Բայց նպատակը մնացել է նույնը՝ մարդու հույզերը, մտորումներն ու ցանկությունները լսելի դարձնելը։ Մենք կազմակերպել ենք եւ ստեղծագործում ենք գրական ցերեկույթ, որի ընթացքում ձեզ կներկայացնենք մեր համադասարանցիների ստեղծագործությունները։ Միջոցառման նպատակն է բացահայտել մեր համադասարանցիների ստեղծագործական մտքի թռիչքը եւ ոգևորել նրանց։ Մեր համադասարանցիները համառոտ կներկայացնեն, թե ինչպես սկսվեց նրանց ստեղծագործական կյանքը։ Սոնա Ղազարյան։ Բարև ձեզ, ես Սոնա Ղազարյանն եմ 9-րդ A դասարանից։ Ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ եւ ունակություններ, որոնցից մեկը ստեղծագործությունն է։ Ստեղծագործական աշխատանքը սկսել եմ միանգամայն բարձ թեով։ 2020 թվականի պատերազմական շրջաններում ցանկություն ունենալով արտահայտելու զգացմունքները գրեցի հայրենիք խորագրով պատերազմի մասին բանաստեղծություն։ Այժմ բացի բանաստեղծությունները աշխատում եմ նաև իմ վիպակի վրա։ Այսօր իմ բանաստեղծությունները կներկայացնեն իմ սիրելի դասընկերները։ Շնորհակալ եմ նրանց իրենց աջակցության համար եւ շնորհակալ եմ ձեզ, որ պատրաստ եք լսել իմ տողերը։ Գայանե Մելյան։ Բարև ձեզ, ես Գայանե Մելյանն եմ 9-րդ A դասարանից։ Իմ բանաստեղծական ուղին սկսել եմ 2022 թվականին պատերազմական իրավիճակների ժամանակ։ Ես փորձեցի արտահայտել իմ ողջ երախտագիտությունն այն զինվորներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը հանուն մեր խաղաղ կյանքի, պես գրեցի իմ զինվոր խորագրով առաջին բանաստեղծությունը։ Հիմա շարունակում եմ իմ ուղին ուսումնասիրելով ավելի ժամանակակից գրականությունը եւ շնորհակալ եմ իմ դասընկերներին, որ այսօր ինձ ձեռք են մեկնել եւ ձեզ էլ ներկայացնում իմ բանաստեղծական շարքը։ Լեռնուհի Ալիխանյան։ Բարև ձեզ, ես Ալիխանյան Լեռնուհին եմ։ Ես հաճախում եմ թիմով, որտեղ ուսումնասիրում եմ տարբեր տիպի ոլորտներ, ինչպիսին են օրինակ լուսանկարչությունը, երաժշտությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկ դիզայնը եւ այլն։ Այսօր դուք կլսեք իմ երգերից մեկը, որը այսպես ասած ծնվել է աղմուկից, որովհետեւ մենք ձայնագրել ենք տարբեր տիպի աղմուկներ եւ համակարգչի միջոցով այն վերածել ենք երաժշտության։ Շնորհակալ եմ լսելու համար եւ ուշադրության համար։ Տեսահոլովակի հեղինակ Արտյոմ Մադյան, երաժշտության հեղինակ Լեռնուհի Ալիխանյան։ Հաղթնազարյան Վդատ։ Խաղաղություն, հեղինակ Բելյան Նոյաներ։ Խաղաղությունի մեզ ուզում, դե ուժեր եմ խանձում, մեր հայերը գրավոր, միշտ ուժեր լուսավոր, մեր երկիրն է քանդվում, դախրիչին եմ միշտիրում, Տիրան մեզն է մեզ նայում ու բարձր զայնավ արտագանքում, ուր է իմ այն երկիրը, ուր են իմ այն հայերը, որ դասներ էին գրավում, ողջացման էր հյուրանում, մեր երկիրը կործանվում էր, ժողովուրդը քչանում է, օգնություն ենք խնդրում, ողջացման է անտեսում։ Անահիտ Հակոբյան։ Հույսի երկր, հեղինակ Սոնա Ղազարյան։ Հանգիստ կյանք եմ ես ուզում, հայրենիքս եմ ուզում, ու այդ հայրենիքի մեջ խաղաղ երկինք եմ ուզում, անհույտ կյանք եմ ես ուզում, վառարև եմ ես ուզում, ու այդ արևիտակ մարդկանց շպիտն եմ ուզում, խաչքարեր եմ ես ուզում, արձաններ եմ ես ուզում, անհույտ կյանք եմ ես ուզում, հզոր Հայաստան եմ ուզում։ Արտյոմ Պապյան։ 15 ճակատագրեր, հեղինակ Գայանե Մելյան։ Չարաբաստիկ այն երեկոն ճակատագրերն են նրանց խլում, զինվորներն են գում մտնում, բայց ափսոս որ երկնքում։ Մեր զինվորներն այն 15, մեր արծիվներն այն 15, որ զոհվեցին առանց պատճառ, բայց մնացին մի շարժան։ Ոսավարվող այն մարմնում, որ մոխիր դարձավ մի րոպեում, արդեն դանդաղ ոգիներում հրեշտակներն են նոր ձևում։ Լավագույն հուշերով դուք հիշված, մի նոր կյանքի հույսով սպասված, մանկան ճիչերն են կրկին լսում, կյանքի իմաստն է վերածնվում։ Լեռնուհի Ալիխանյան։ Հայրենիք, հեղինակ Սոնա Ղազարյան։ Իմ տանջված ու տառապած, դարերի միջով անցած, զավակներ հողեր կորցրած, իմ անպարտ հայրենիք, իմ արվեստի հին աղբյուր, կյանքի կարևոր մի հյուր, պայքար տարած ու հաղթած, իմ կյանք տեսած հայրենիք, իմ կյանք թափած հնեցած, տգետին գիտուն դարձրած, անգին քարից մարշինած, իմ միշտ օգուն հայրենիք, պատերազմի զոհ դարձած, դժվար օրեր ունեցած, բայց երբեք չհանձնված, իմ հույս հավատ հայրենիք։ Այժմ Նարեի կատարմամբ լսենք ապրել խաղաղ երգը։
Մոլորակը դանդաղ պտտվում է, դիեզերքը խռով բողոքում է, հայացք դեպի երկինք, այնտեղ աչքերի կանջինչ, մեկ դարյա պատմությունը ջնջում են, սրտերում ցավը մեծ խորացնում են, երբեք չենք մոռանա, թե աշխարհն է լուրանա, ապագան մեր լուսավոր, Տերը սպասում է, անցյալում թողած մեր բարդ կկանչում է, թող ամեն մականա ոտքը բարձրանա, աչքերի արցունքն ու ցավը վերանա, թող աղաղ բացվի երկինքը, որ արհոգ ապրի մագինքը, թող երբեք էլ չտեսնենք արհավիրքը, թող հավատը հոգիները չլքի, որ այլևս աշխարհիկը չգործի, բարեկամ ապրեն ազգերը աշխարհի, երկնքից լույս իջնի. Անտարբեր հորիզոն աշխուք է, մարդկային կյանքը մեր մի մանրուք է, չենք ուզում սպասել, պետք է նոր աշխարհ կերտել, մանուկները բոլոր հավաքվել են, ապրել խաղաղ պայքարի միացել են, վերջնգութ հոգուն, թող տիրի խաղաղություն, ապագան մեր լուսավոր, Տեր սպասում է, անցյալում թողած մեր բարդ կկանչում է, թող ամեն մականա ոտքը բարձրանա, աչքերի արցունքն ու ցավը վերանա, թող աղաղ բացվի երկինքը, որ անհոգ ապրի մագինքը, թող երբեք էլ չտեսնենք արհավիրքը, թող հավատը հոգիները չլքի, որ այլևս աշխարհիկը չգործի, բարեկամ ապրեն ազգերը աշխարհի, երկնքից լույս իջնի. Մեր քանը բարձրացնում ենք, հանուն խաղաղ կյանքի պարտան, թռքենք այսօր, վախա մեր ապարքան, թող ամեն մականա ոտքը բարձրանա, աչքերի արցունքն ու ցավը վերանա, թող աղաղ բացվի երկինքը, որ անհոգ ապրի մագինքը, թող երբեք էլ չտեսնենք արհավիրքը, թող հավատը հոգիները չլքի, որ այլևս աշխարհիկը չգործի, բարեկամ ապրեն ազգերը աշխարհի, երկնքից լույս իջնի, խաղաղվի. Գրիգորյան Վիգեն. Իմ զինվոր Հեղինակ Գայանե Բերյան, ամեն գիշեր ու ցերեկ քո զանգին եմ ես սպասում, երբ քո ձայնն եմ լսում, գլուխս հանգիստ բարձին եմ դնում, ամեն գիշեր իմ մտքում ես Աստծուն եմ աղոթում, խաղաղություն եմ խնդրում, անոնք կյանք եմ ցանկանում. Լենա Մարտիրոսյան. Հոգուս հայերին, հեղինակ Սոնա Ղազարյան. Հոգուս հայերին ճաքած է վաղուց, մանկությունս ստվեր, զույգ կյանքի ծանհոգ, բայց հույներ ունի ու մեծ հավատ, և այդ ճամփան է ինձ դարձում ամուն։
Անցյալի ցավը պահելով սրտում, ես լույս եմ գտնում այստեղ խավարում։ Տողերից մեջ եմ իմ ցավը թողնում ու մեծ հավատով առաջ եմ շարժվում։ Աշոտ Այվազյան։ Վշտի թեթև կամին, հեղինակ Սոնա Ղազարյան։ Աշնանք համուտախտուկը իստանում է այլ աշխարհ, իստանում է մի այլ տուն, ուր էքյատն է տիրում։ Բայց մենամաղձոտ աշունը իր հետ բերեց թաղծոտ լուրը, մեզնից խլեց բազում կյանքեր, խինդ ու վար ժպիտներ։ Տղերք ընկան գետնին, ինչպես աշնան տերևները, աղ չէին ապրել նրանք դեռ, կյանքը նոր էր սկսվել։ Տղերք, ձեր կյանքի վայրեջքն էր սա, բայց ոչ վերջը ձեր կյանքի, ոչ մի զինվոր չի մեռնում, այլ ապրում է մեր սրտերում։ Մարինե Փահլևանյան։ Երնեք լիներ, հեղինակ Սոնա Ղազարյան, երնեք լիներ մեկը կողքիս, ով ինձ ինձպես կհասկանար, ու չէր կդրի լարը սրտիս, այլ նոր մեղեդիներ կտար։ Երնեք լիներ մեկը կողքիս, պատմեր սիրո մասին գարնան, ինձ հետ կիսվեր, խոսեր, լսեր, թեթևանար կյանքից դաժան։ Երնեք լիներ մեկը կողքիս, վարդ ու շուշան ինձ նվիրեր, շփվեր ինձ հետ, մեղմիկ խոսեր, երնեք լիներ մեկը կողքիս։ Ամալիա Ոսկանյան։ Գարնան առաջին նորբան հեղինակ Սոնա Ղազարյան։ Մարդկանց աչքերում ծաղկում է կյանքը, եւ արևն իր պայծառ լույսի շողքով արթնացնում է նրանց ոգու գորովանքը եւ սրտերը լցնում գարնան նոր սիրով։ Թաղծոտ ձմեռը վերքեր է թողել, բայց գարունը մշակում է դրանք գույներով։ Մեռած ֆենիսիոն նորից արթնացել, սկսում է նոր գրված կանաչ թանաքով։ Թռչունների երգը մեղմ քամո ներքո եւ անձրևի ձայնը հարազատ դարձած լսվում է բոլորի սրտերում երգով, ահա այն գարնան առաջին նորբան։ Կարեն Մեջլումյան։ Իդեպ նշեմ, որ Գայանայի իմ եկեղեցին ստեղծագործությունը իմ եկեղեցի խորագրով մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի։ Իմ եկեղեցին հեղինակ Գարնե Մելյան։ Իմ եկեղեցին անդորն է հոգուս, իմ եկեղեցին սուրբ տունն է որդուս։ Քավում է զղջող մեր մեղքերն անջար, ի վեր սավառնելով սուրբ խաչ պայծառ։ Աստծո տունն օրհնանք ընդունում, երախտապարտ հոգով շնորհակալ լինում, որ Տերն է հավատքի ուժը գործում, մեզ ձեռք մեկնելով հոգսից ազատում։ Կրկին լուսաբաց սուրբ սկիզբ է ունենում, լուսամուտից այն կողմ հոգիս է կանչում։ Իմ լուսավոր եկեղեցու ներսից հարազատ զանգի ձայններ զրնգում։ Սիրով ես լսնում քեզ այցելողին, խաղաղ կյանք պարգևում աղոտ քանդողին, քեզ մոտ պատարագին մասնակից լինելով խաղաղվում է իմ մոլորված հոգին։ Ամալիա Ոսկանյան։ Զինվոր հեղինակ Գարնե Մելյան։ Աղ զինվոր իմ հարգելի, աղ զինվոր իմ քաջարի, դու զինվոր իմ հայրենի, որ զոհվեցիր հանուն հողի, ու փրկեցիր դու մեզ թուրքի, ահռելի մեծ գնդակից, որ մեզ տներ էին քանդում, ուր մայրերն էին աղոթում։ Մորդ դուրն ես դու թափում, ծաղիկներ ես նվիրում, բայց ափսոս, որ իրական չէ, այլ մորդ թաղծոտ երազն է։ Արտյոմ Մաջյան։ Գարնանավուտ, հեղինակ Գայանե Մելյան։ Գարուն, դու քո գալով խաղաղություն բեր մեր երկիր։ Գարուն, դու քո գալով խիտ ու ծիծաղ բեր մանուկներին։ Գարուն, դու քո գալով ուժու եռան մեր զինվորներին։ Որ քո ջերմությունը վայելենք, խաղաղ տոներդ այս նշենք։ Բերի հողդ մշակենք, բարիքներ տեսնենք։ Միայն երկիր զսուգուներով, քո այդքատային մարգույներով։ Այժմ Նարեի կատարմամբ լսենք մեր սիրո աշունը երգը։ Այդ անձրևն է արտասվում պատումանից, այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ, գլորվում են հոսում են ապակուց, թափվում են ցած, այս խոսքերը որ լսվում են իմ երգի մեջ ուշացած, հետնադեպ խոստովանանքը, ափսոսանքը ուշացած, սերը քոնի հանելուկ է գաղտնիք էր չբացված, դա գուցե աշնան կատակներ, տերևներն էին
Քահանեի աշնան հարված ստեղծագործությունը Ադիգեի աստղերը մանկապատանեկան մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի, ստեղծագործությունը կկատարի հեղինակը։ Աշնան հարված Աշնան իրիկնադեմին ես նստած, նայում եմ երկրի ես գալուտած, տեսնում Հայաստանն աչքերս թած, կոտորված ու մամրոտած, ուզում եմ գրկեմ ձեզ իմ հայաց, արյունոտված ու ջախջախված, ամփուր եմ ձեր ձեռքերը փշով պատված, հոգիները ձեր թախիծով լեցված, ձեր ացար շուտ փոքրացար, աշնան հարվածից անմեղ սիրտդ մոխրի պես սևացավ, ուզում էի մոռանամ այդ ցավը, բայց աշնան ներկայությունը հիշեցնում է իրականությունն այդ բառը, աշնան տերևի պես չորացած, փշուտ ու կոտրված, կարծես քամուքամերի մեջ միայն քեզ էր պատճառված, առավոտը կարծես բացվեց եւ նորորս կրկին սկսվեց, բայց ես իմ կորած մտքերում ձեր այդ ցախծոտ դեպքն եմ հիշում։ Ղազարյան Հովսեփ Մարտի 8 հեղինակ Գայանե Բելյան Ժպիտներն այս գեղեցիկ հմայիչ ու կանացի ծաղիկի պես շոշովում, արևի պես վարվռում, ծաղիկներն այս նվիրենք, մաղթանքներն այս կմաղթենք, հենց ձեր տոնն է հենց այսօր, մարտի 8-ն է լուսավոր, մայրիկներ ու քույրիկներ, տատիկներ ու սուսուցիչներ, բոլոր կանայք եւ գեղեցիկ են, մեր կյանքի մի վառ մասնիկ է։ Ղազարյան Սոնա Սրտի լռություն Կյանքը մի թել է, նուր, փոխում, մի խելահեղ եր, լուր, անհուն, որ մեկ վարկյանում անցյալ է հոսում ու իր հետ կթողնում մեր ապագայում։ Կյանքը մի թել է, նուր, փոխում, մի խելահեղ եր, լուր, անհուն, անցել ենք ցավերի միջով մենք վազում, բայց մեկ է կյանքը սիրով է լեցում։ Տիգրան Մարտիրոսյան Այրվեց Հայաստան, հեղինակ Սոնա Ղազարյան Այրվեց Հայաստան, այրվեցինք և մենք, մեր հայրենիք մենք պիտի պաշտպանենք, ու քիչ է մնում թշնամի վայրի մտնի մեր սահման, մեր գահին պատմի, մեր սիրտը պողպատ, մեր ոգին ամուր, մեր կանանց ձեռքերը ու աչքերը ուր, մենք ոչ ոքի հետ չենք հավնատվում, այլ մեր վաստակած հացով ենք ապրում, մենք հայերս օտար չենք միմյանց, մի բուրազգ ենք, մեկս մյուսին ենք, անցյալում հիմա, թե տարիներ անց, մեր միասնականությունը մենք պիտի պաշտպանենք։ Հարգելի հանդիսատես, համոզված եք ունկնդրելու ընթացքում զգացիք, որ մեր համադասարանցիների ստեղծագործությունների մեծ մասը նվիրված էր հայրենիքին, զինվորին և բնութագրում էր մեր ապրած ցավը։
Բացատրությունը մեկն է, քանի որ ստեղծագործական շրջանը սկսել էին այն ժամանակ, երբ մենք համար մարտեր էինք բվում մեր թշնամու դեմ, մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Ստեղծագործությունների վերջաբանը հիմնականում ներշնչում է հույս, հավատ և լավատեսություն։ Այժմ Գայանեն և Սոնան կկատարեն իրենց մայրիկներին նվիրված ստեղծագործությունները։ Մելյան Գայանեն։ Որս անուր գրկելիս ջերմություն եմ զգում դրանից, որս լայն լսելիս մի աշխարհ է վարկանից։ Հիմա կանգնած եմ նրա առջև ու ասում եմ հպարտ ով է, շնորհակալ եմ քեզ մայրիկ, որ ունեմ քեզ նմանում։ Ղազարյան Սոնա։ Մայրիկ, դու մի մեծ նվեր ես, այս բարդ կյանքում մի մեծ լույս, ծնված որ ինձ աջակցել ես ու անդադար տվել հույս։ Քո աչքերի փայլը համես ու ժպիտը խենթացնում, ինձ համար տարերք են դարձել, փրկեց սիրտի իմ ուսնում։ Խնդրում եմ քեզ մա, հաջող ու ժպտա, քանզի դա է ինձ ուշավորում, քանզի դու քո այդ մեկ ժպիտով միանգամից երկու ժպիտ ես ստեղծում։ Այժմ ձեզ կներկայացնենք մեր խմբային երաժշտական կատարումը, տարիներ, խոսքերի հեղինակ Վահան Տերյան։ Իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուշ, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուշ, իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուշ, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուշ, տարիներ, տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեմ, օրերում անհաստատ ու մոլոր, տարիներ, տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեմ, օրերում անհաստատ ու մոլոր։ Քանի որ շուտով ամանոր է, մեր միջոցառումը կեզրափակենք Անահիտի գեղեցիկ կատարումով։ Ամեն տարի
ես Ուզում եմ քեզ դու շատ սիրես Այդքան խիստ քո հանդեպ չլինես Ու այս տարի մի քիչ էլ ապրես Սեր ու բարություն մի քիչ հոգատարություն մի քիչ հանգստություն Շատ բան չեմ ուզում նոր տարի Երազանքները մեր հետով կկատարի Նոր տարի Խաղաղությունը մեզ հաստատ կհասնի Այս նոր տարին անսպասելի ամեն տարի Նոր տարին երազանքները մեր հետով կկատարի Նոր տարին խաղաղությունը մեզ հաստատ կհասնի Շնորհակալություն ուշադրության համար։ Իդեպ նշեմ, որ մեր այսօրվա միջոցառումը համընկել է մեր համադասարանցու ծննդյան տարեդարձին, եկեք բարձր շնորհավորենք Կարենին։ Խոսքը փոխանցում ենք տնօրինությանը։ Շնորհակալ եմ խոսքի համար։ Սիրելի աշակերտներ, հարգելի ծնողներ, հարգելի ուսուցիչներ, արդեն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ միջոցառումն է մեր դպրոցում, որ այսքան զգացմունքային է։ Այս երկու միջոցառումներն էլ կարծես ներսից, հոգու, խորքից ասվող խոսքեր էին։ Շատ ուրախ եմ և հպարտ ենք բոլորս ծնողները, ուսուցիչները, որ մենք ունենք նման սաներ։ Սիրելի աշակերտներ, շնորհակալ եմ ձեր կատարողականի համար, ձեր մտքի թռիչքի համար, ձեր ստեղծագործությունները տխուր են։ Ցավում եմ շատ, որ դրանք ծնվել էին հենց տխուր պահերին, բայց ինչպես ձեր ընկերուհին նշեց, ավարտում կար հուսադրող խոսքեր, ջերմ խոսքեր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչպես ձեր միջոցառումը շատ տխուր սկսվեց, բայց վերջում շատ ուրախ, մի նոտայով ավարտեցիք, այնպես էլ ձեր ստեղծագործություններն էին։ Ուրախ եմ շատ, որ խոսք ունեք ասելու, որ ասելիք կա և ուզում եք այդ խոսքը հաղորդել մեզ բոլորիս։ Հպարտ ենք շատ, ձեր ծնողների անունից եմ ասում, հպարտ են ձեր ծնողները, որ ունեն ձեզ։ Ուզում եմ, որ ձեր միտքը ավելի պայծառ լինի, ստեղծագործությունների առիթ միայն թող տխուր պահերը չլինեն, ուրախ պահերն են ձեզ թռիչք տան, միտք տան ստեղծագործելու։ Ուզում եմ կատարելագործվեք, ձեր ստեղծագործությունները ավելի արտահայտիչ դարձնեք։ Մաղթում եմ ձեր գալիք նոր տարին էլ շնորհավոր լինի, և Կարենի ծնունդը նույնպես շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, ծնողներ և սիրելի երեխաներ։ Սրտան շնորհակալ եմ, որ այսօր այստեղ միասին նշեցինք Կանեի, Սոհայի և Դարայի ստեղծագործական ուղու կարևոր օրը։ Վախթանգ Անանյանի դպրոցը այն դպրոցն է, որտեղ երեխաների ձայնը լսելի է դառնում։
որտեղ յուրաքանչյուր հաջողություն կիսվում է ուրախությամբ։ Շնորհակալ եմ տնօրինությանը, ուշադրության եւ գնահատանքի համար։ Մեր շատ սիրելի դասական ընկեր Խաչիկյանի ցավալ եւ հրավության ներշնչելու համար։ Իսկ դասընկերներից անկեղծ ուրախանալու, աջակցելու եւ իրենց ընկերների ձայնը ավելի լսելի դարձնելու համար։ Կարեն ջան, շնորհավորում եմ ծնունդը։ Շնորհակալություն։ Բարձր, մի հատ բարձր ծափահարում։ Ես անկեղծորեն հպարտանում եմ իմ հրաշքի երեխաներով, առավել եւս ուրախ եմ, որ մի փոքր մեկի մոտ եթե կա ուրախություն դիսելու պահ, բոլորն անկեղծորեն կանգնած են։ Շնորհակալ եմ ձեզ հարգելի ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ մեր միջոցառմանը մասնակցելու համար։